2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին եւ հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է. Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին եւ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, որը շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով։ Նախկին 1 լիտրի դիմաց 510 դրամի փոխարեն 430 դրամ։ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստանը ներմուծվել նաև դիզվառելիք, դիզվառելիքի գինը այս ընթացքում նվազել է 2%-ով, իսկ ռեգուլյար բենզինի գինը դեկտեմբերի համեմատ նվազել է 8%-ով։ Եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Այս ամենը խաղաղության օրակարգի արդյունքներն են, ինչպես ընդունված է ասել խաղաղության օգուտները։ Իհարկե պետք է նաև ընդունել, որ այս ընթացքում եւ Ադրբեջանում եւ Հայաստանում քննադատություն կա։ Հայաստանում ասում են, որ բենզին է գնում ու փողեր է ուղարկում Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա։ Ադրբեջանում ասում են բենզինն ու դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն եւ հարձակվեն Ադրբեջանի վրա։ Պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չէ, որովհետեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, ասել է Փաշինյանը։ Եզրափակելով իր խոսքը Փաշինյանը նշել է, որ սա խաղաղություն է ու մենք պետք է սովորենք այդ խաղաղությանը։ Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ արմատավորված մի վատ ավանդույթ կա։ Յուրաքանչյուր պատվախնդիր ծնող ամեն ինչ անում է կաշվից դուրս է գալիս, ամեն խարդախության մեջ պատրաստ է մտնել, որպեսզի առուզավակին ազատի զինծառայությունից։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նշելով, որ որոշ ժամանակ այս երևույթը նույնիսկ ընկալվել է որպես սոցիալական կարգավիճակի մասին հայտարարություն։ Սա համարում եմ ամենախայտառակ բանը, որ մեր հասարակության մեջ առկա է, ասել է Պապիկյանն ու տեղեկացրել, որ վերջին 1 տարվա ընթացքում աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Կրթությունը հոգևոր գործունեության կարևոր ոլորտ է, առանց կրթության հնարավոր չէ հոգևոր զարթոնք, հոգևոր միասնականություն ու առաջընթաց պատկերացնել։ Այս մասին հայտարարություն է տարածել Բագրատ Սրբազանը։ Բարոյական անկումը հնարավոր է հաղթահարել միայն կրթության եւ հոգևոր ազգային մշակույթի միջոցով։ Հետևաբար կրթությունը, գիտությունը եւ մշակույթը հոգևոր բարձրագույն արժեքներ են ազգային ինքնության ճանաչողության, գնահատման, պահպանման եւ տարածման առումով, նշանակ լինելով հոգևոր ստրկությունից ազատագրման, նշել է Սրբազանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի հետևողական ջանքերը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում, ընդգծելով, որ այդ ուղղությամբ տիկին դեսպանի ներդրումն անշղթելի է։ Նախարարն ընդգծել է դեսպան Քվինի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հանգամանքը։ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն անցած տարի երկիր է այցելել 921,704 ռուս զբոսաշրջիկ, որը կազմել է տարեկան զբոսաշրջային ընդհանուր հոսքի 41%-ը, 2,26 միլիոն մարդ։ Երկրորդ տեղում Վրաստանն է 288,578 մարդ ցուցանիշով 13%, երրորդում Իրանը 182,364 զբոսաշրջիկով 8%-ով։